Հալելույա։ Ինչքան նոր մարդիկ ունենք այսօր։ Սիրելիներս, որ առաջի անգամ եք կամ նայում եմ մարդիկ կան, որ եկել են ու վաղուց չեն եկել։ Հիմի նորից էլի եկել են, ողջունում ենք ձեզ Տեր Հիսուսի անունով։ Մեր անդամներին ու ծառայողներին նույնպես։ Այն որ ասում եմ լավ եք արել, որ եկել եք, սատանայի աշկն էլ հանել եք, այդ այնց։ Բարի գալուստ էլ բեթել, այսօր Աստված հետաքրքիր ձևի աշխատելու է ձեր հետ։ Կա մեկը, որ խոսք ունի, եկեղեցու հետ կապված, այսօր կուզենամ, եթե կա խոսք ձեր սրտում կամ տեսիլք, սկզբից ասեք, փոխանցեք, հետո ես շարունակեմ։ Ասում հա, արի, էլի կա մարդ, եկեք։ Տեր օրհնի, սիրելի եկեղեցի, մենք աղոթքի մեջ ենք գտնվում մեր երիտասարդների համար, ու այն ինչ որ Տերը սրտիս դրել է, այն Սաղմոսը, որով խոսեց Տերը, ուզում եմ կարդամ ձեզ համար եւ աղոթենք մեր երիտասարդների համար։ Սաղմոս 144 11-12 խոսքերը կկարդամ, բայց հիմնական շեշտը կդնենք 12-ի վրա։ Ազատիր ինձ եւ փրկիր ինձ օտար որդիների ձեռքից, որովհետեւ նրանց բերան ունայն բաներ է խոսում, եւ նրանց աչը ստության աչ է, որպիսի մեր որդիները տղայությունից մեծանան նորատունկ ծառերի պես եւ մեր աղջիկները պալատների քանդակված սյուների պես։ Այս խոսքը տրվել է մեզ, ու ես ուզում եմ այս խոսքով որպես ոնց ասեմ, թիրախային խոսք աղոթենք մեր երիտասարդների համար, եկեք միասին աղոթենք։ Փառք քեզ Տեր, գոհություն քեզ Հայր։ Շնորհակալ ենք Տեր, որ կարևոր ենք քեզ համար։ Շնորհակալ ենք, որ երբեք քո երեսից չձգեցիր Տեր։ Շնորհակալ ենք, որ հավիտյան բռնել ես մեր ձեռքը մեզ օգնելու համար Տեր։ Գոհանում ենք քեզանից Տեր, որ կարևոր են մեր երիտասարդները, մեր տղաներն ու աղջիկները քեզ համար Տեր։ Այսօր ես մարգարեաբար խոսում ու հռչակում եմ Տեր, որ նրանք քո տանսյուներն են, քո տղաները նորատունկ ծառներ են, կաղնիների նման, հաստաբուն, անշարժ, որ կանգնած են քո արքայության կենտրոնում Տեր, քո ժողովրդին առաջնորդելու, քո խոսքը տարածելու Տեր, քո չվաններն ընդարձակելու, երկիրը ժառանգելու քեզ համար, որպես քո տուն Տեր, որպես քո արքայություն Տեր, մեր աղջիկները որպես ընդարձակ դաշտերի ծաղիկներ, քո պալատներում քանդակված սյուներ Տեր, ես խոսում եմ իրանց կյանքի վրա պահպանող սյուներ դառնան, ամեն մեկ իրանց ընտանիքում Տեր, իրանց աշխատավայրում Տեր, եկեղեցիներում, փողոցներում, որտեղ որ կլինեն, թող սյունի նման անշարժ լինեն Տեր, թող ոչ մի բան կոմպրոմիսի չտանի նրանց քո խոսքի հետ Աստվածս, թող լինես իրանց սրտերի մեջ առաջին եւ գլխավոր տեղում Տեր, քո սուրբ արյան ծածկոցով ամեն մեկին պահիր։ Տեր, ես խոսում եմ, որ հանցագործությունը վերանա մեր փողոցներից Տեր, ամեն թմրամոլություն ես կապում եմ Հիսուս Քրիստոսի անով եւ արգելում եմ ամեն կախվածություններ, որ կան մեր երիտասարդների կյանքում, ես խոսում եմ պարտություն Հիսուս Քրիստոսի անունով։ Ես խոսում եմ, որ ամեն սխալ բան, որ բարձրացել է Տեր, հիմա ծնկի քո առաջ, որովհետեւ դու ամենակարող Աստված ես, որովհետեւ քեզ համար անհնարին ոչինչ չկա։ Ուսի խոսում եւ հռչակում ենք Տեր, որ դու հաղթող Աստված ես, իսկ մենք քո հաղթանակի կրողներն ենք Տեր։ Առաջնորդիր մեզ քո Սուրբ Հոգով Տեր, դեպի քո խոսքի խորքերը Տեր, զորացրու ամեն զավակիդ, ամեն աղջկատ ու ամեն տղայիդ Տեր, իսկապես կենթանի սյուներ արա քո տան մեջ Տեր, որ գնալով չհոգնեն, վազելով չհոգնեն, որ արծիվների նման ճախրեն Տեր, որ չտեսնեն Տեր այն բաները, որ պիտի տեսնեին, բայց տեսնեն նա, որ չի երևում, որովհետև դա է կարևորը Տեր, տուր մեզ հոգու աչքեր, տեսնելու այն, ինչ դու ես տեսնում, լսելու այն, ինչ դու ես խոսում Տեր, բացիր մեր հոգու աչքերն ու ականջները, որովհետև այս դժվար ժամանակների մեջ Տեր, քո կարիքն ունենք Աստվածից, ծածկիր մեզ Տեր, թող քո կատարելությունը գա ու ծածկի մեզ, բարձրացրու մեզ Տեր, որովհետև քեզ հավանեցինք, քեզ ընտրեցինք, դու եղար մեր բաժինը Տեր, շնորհակալ ենք քեզ Հայր, եւ ես սա հռչակում եմ հոգեվոր աշխարհի մեջ, կատարված է, որովհետև դու դա արձակել ես Տեր, շնորհակալ ենք Հայր,
թող քեզ լինի ողջ փառքը հիմա եւ ավիտյան Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ամեն Amen. Hallelujah. Hallelujah. Amen. Կարճ պատմեմ մերոնք դեր գալիս են, բարի գալուս սիրելիներս, Սամ ջան, Աստծո մարդիկ։ Կարճ պատմեմ այս մեր շաբաթվա ընթացքը Դե Հասմիկույրը չէր կարա ուրիշ աղոթք աներ, ինքը մարգարեական մարդը աղոթք անում, ուսուցչական մարդը ուսուցչական անում, դրա համար ինչ որ հրճակվեց, սա մենք տեսնելու ենք, մարգարեական հոգին ինքը խոսում է ապագայի մեջ, արքայության մեջ, իրավիճակների մեջ ու հետո դու դա տեսնում ես այն ինչ որ խոսվում է, ինչի էս աղոթքը, ինչի երիտասարդների համար Ես չգիտեի, որ Հասմիկույրը խոսք ունի, առավոտյան իմացա, ուրեմն հետաքրքիր ընթացք ունենք այս շաբաթ, ով հիշում է, ով վաղուց է Էլբեթելում, 2 տարի առաջ, թե տարուկես, Մարանաթա եկեղեցու եպիսկոպոսները ինձ հրավիրեցին Բրազիլիա, շատ հետաքրքիր ժամանակ ունեցանք պենտեկոստալ եկեղեցիա, մարգարեական, բավականին մեծ ու երբ որ մենք աղոթում ենք Էլբեթելի համար Սամվել եղբոր հետ գեղամնել էր մեր հետ եթե չեմ սխալվում այդ աղոթքի ժամանակ հենց գեղամենց տանն ենք միջանցքում աղոթում ենք գրում ենք ու հետաքրքիր մի բան զգացողություն որ ունեցանք որ ոչ թե եկեղեցու աճի մենք մի ձև գիտենք, հա, ոնց որ սենց ստանդարտ մի ձև կա, հավաքվում ենք 50 հոգանոց դալիճում, եկեղեցին աճում, տեղափոխվում ենք 100 հոգանոց դալիճ, եկեղեցին աճում է, տեղափոխվում ենք 300 հոգանոց դալիճ, սա ստանդարտ ձևն է, ոնց որ մենք բոլորս գիտենք, սովոր ենք, բայց հետաքրքիր զգացողություն ունեցանք այդ ժամանակ, որ չէ թող տենց չլինի ու Տերը խոսեց Հակոբի աստիճանից, որտեղ որ հրճակվում է Էլբեթել անունը, որտեղ Հակոբը անցնում է այդ ճանապարհով քար է դնում, քնում է, վերկանում է քարոծում, ասում է սա թող լինի Բեթել Աստծո տունը, հետո հետ գալուց նորից այդ քարոծում, ասում է սա թող լինի Էլբեթել, այսինքն Աստված իր տան Աստվածն է։ Այո, Աստծո տունն է, բայց Աստծո տան մեջ հովիվը չի Աստված, ծառայողը չի Աստված, մարդը չի Աստված, այլ ինքն է Աստված։ Գլուխն է թելադրում եկեղեցու ուղղությունը։ Ու այդ ընթացքում մի զգացողություն ունեցանք, որ փոքր ու շատ։ Երբ որ աճում ենք, ոչ թե փոխվում ենք դալիճից դալիճ դեպի մեծ, այլ եկեղեցու մի մասի հետ գնում ենք Երևանի մի այլ տարածք ու այն մասը, որը որ այս տարածքից է, մնում է մյուս մասի հետ գնում ենք այնտեղ ու ավելի լավ է 10 հատ 100 հոգանոց եկեղեցի Երևանում, քան մի հատ 1000 հոգով հավաքվենք միտեղ ու Երևանի տարբեր կողմերից գան մի հովիվ 1000 հոգու, թե 10 հովիվ 100 հոգու Որն ավելի հեշտ ու այս զգացողությունով երբ որ գնացի մենք հասկացել ենք, վերցրել ենք, գրել ենք, զգացել ենք, վերապրել ենք, Տիրոջ ասել ենք այո ու ամեն, բայց օրինակ չունենք։ Գիտենք թեորիապես, բայց պրակտիկապես չունենք։ Երբ որ գնացի ընդեղից զանգել եմ Սամվել եղբոր, ասում եմ Սամ, այն ինչ որ զգացել ենք Մարդիկ այդ անում են, 40 տարի անում են ու հաջողվել են, ինչքան են հաջողվել, մոտ 950,000 հոգի է իրանց եկեղեցին, 5,000 ձեռնադրված հովիվ ունեն, 5,000 եկեղեցի ունեն 200 հոգանոց, գիտեք, երբ որ մեծ թվերից ենք ասում, մեր մոտ մի քիչ ուրիշ ձև է պատկերացումը,
Հա, երբ որ ասում ենք 50 եկեղեցի, պատկերացնում ենք, երբ որ 500 արդեն ինչ որ կախում է, երբ որ 5000 արդեն ինչ որ 5000 եկեղեցի, ես ասում եմ 5000 տնային խմբակի ավակ, իրանց ուզում էի համոզել, որ կարող է մի բան են, չէ, ասում են 5000 ձեռնադրված հովիվ ամեն մեկը իր եկեղեցու հովիվն է։ 200 հոգանոց, 250 հոգանոց ու այս արդեն չի տեղավորվում։ Ու իրանք հյուր են եկել մեր մոտ Հայաստան, ես իմ հերթին էի կանչել, Արտավազ Դեղբայրը Վերնատան եկեղեցու հովիվը իր հերթին էր կանչել, երբ որ ընդեղ էր եղել Խաչիկ եղբայրը Արտաշատի իր հերթին էր կանչել, վերջում 3 վկայությունով հաստատվում է հրավերքը, հա, երևի սենց ինչ-որ խոսք չկա, բայց գիտեք, աստվածաբանությունը հետաքրքիր բան է, իրանք եկան, ծառայեցին մեր Վենատանը Արտաշատում լավ ժամանակ անցկացրեցինք ու մեր ծառայողական թմից ովքեր կարողացան հենց ստեղ նստեցինք, խոսեցինք, շփվեցինք, աղոթեցինք ու մի աղոթք ունենք, մի կարիք ունենք մենք, եկեղեցի ինչի եմ սենց երկար պատմում, որպեսզի սա դարձնես քո կարիքը։ Ես ուզում եմ մենք իրար հետ աղոթենք երիտասարդների համար։ Այն ինչ որ եկեղեցին ունի այս կարիքը, մեզ երիտասարդական արդյունություն է պետք ու Տերը խոսել է։ Մեզ երիտասարդների ավակ է պետք ծառայող։ Մեզ պետք են վառվող երիտասարդներ։ Դուք ասես հենա 20-30 հոգի կան։ Իսկ կարող է 200, 300, 500 կամ 1000 հոգու մասին է խոսքը։ Ես ուզում եմ մենք այս աղոթքը դարձնենք մեր աղոթքը։ Որ դու երբ որ տանն ես, երբ որ գալիս ես Տիրոջ առաջ ասես Տեր, ես աղոթում եմ իմ եկեղեցու համար, բարձրացրու երիտասարդներ։ Մենք ուզում ենք երիտասարդներ, թող ապաշխարեն, թող փրկվեն, թող գան, կպիր։ Դուք ասես, բա որ ես երիտասարդ չեմ, ավելի լավ, ավելի հավես, ուրիշ սերունդից էլ մարդ կլինի եկեղեցում։ Ու երբ որ մենք հարցրեցինք, ասացինք մենք ուզում ենք աղոթենք, երբ որ աղոթեցինք, եղբայրներից մեկի սրտում խոսք եկավ, որ մի ամիս թիմով, մենք թիմով կանենք, ես ուզում եմ եկեղեցի մենք իրար հետ անենք, ամեն օր առավոտյան աղոթեք երիտասարդների համար։ Դուք ասես ու հետոն էլ մեր գործը չի։ Մերը սա է, հետոն արդեն Տիրոջ գործն է։ Ամեն։ Ու հետո ես հավատում եմ, որ Տերը զորավոր գործ ունի անելու։ Հալելույա։ Այս շաբաթվա ընթացքի մասին Անցած շաբաթ, երբ որ Վարդանը քարոզում էր սրտումս արդեն խոսք կար արժեքներից խոսելու, մոտ մի 10 օր առաջ Տերը ոնց որ սրտումս խմորում էր այս խոսքը, որպեսզի խոսեմ արժեքներից, բայց հələ ջուրը գինի չէր դարել։ Գիտեք, սենց Տերը լցնում է տակառը, լցնում է, ինքը մինչև վերջ, երբ որ չի լցվում, չի թողում, որ մատուցես, հա, երբ որ մինչև վերջ լցվում է, արդեն վրայից որ վերցում ես, այդ ժամանակ ջուրը գինի է նոր։ Ու երբ որ Վարդան եղբայրը ծառայում էր իմջալոց ուր է Վարդանը, շատ լավ խոսք էր, Տերը օրհնի իրան եւ պատաններին ա տարել, նույն խոսքը պատանների լեզվով երևի պատաններին ա ծառայում, հրաշալի խոսք էր, հետաքրքիր հայտնություններ ես ինքս ստացա, ավելի ոնց որ հաստատվեց այս խոսքը, որպեսզի խոսեմ արժեքներից ու երբ որ եղբայրներից մեկի հետ մեքենով գնում ենք, խոսում ենք, ես չեմ ասի ինքով, բայց թույլատվություն հարցրել եմ, որպեսզի սա պատմեմ, ու խոսում ենք մի երևույթից ու իմ մեջ մի բան եկա, ոնց որ եղբայրը ասում էր, օրինակ, այս սենց չի, այս սենց պիտի արվի, այն հարցը այն ինձ պիտի արվի խոսք ուրիշ եկեղեցու մասին էր ու իմ մոտ մի բան եկավ, որ գիտեք կան կինո քննադատներ, կինո կրիտիկներ, հա? Իրանք լավ կրիտիկաված են անում կինոն, օրինակ ֆիլմը դնում են, օրինակ Դենզել Վաշինգտոնի ֆիլմը դնում են ու ասում են այս իստեղ սխալ այն, ինտեղ սխալ այն, բայց հարցը գիտեք որն է, որ իրանք կինո նկարել չգիտեն, իրանք լավ քննադատել գիտեն։ Կան ֆուտբոլի ուժեղ քննադատներ, գիտեք, հենց ֆուտբոլի խաղերը սկսվում է,
Հայաստանով դառնում ենք ֆուտբոլիստ, այդ երևի մենք գիտենք մեզ։ Ուժեղ սկսում են քննադատել, բայց իրենք չեն կարողանում ֆուտբոլ խաղան, որ պաս ես տալի միանգամից ու գլա տշում։ Կան ուժեղ ռազմական քննադատներ, հենց պատերազմական վիճակը գալիս, սկսում են քննադատել զինված ուժերին, բայց մոտիկից Կալաշնիկովը չեն տեսել, ոչ էլ մի պատրոն երևի, հա, ու սենց մեր եղբորը ասում եմ, լսի, քննադատելը հեշտ է։ Մեր եկեղեցուն, ինչ որ մեկի կյանքը, ուրիշ եկեղեցու, բայց երբ որ դու այդ նույն բանը անես, դու ոնց կանես, մեզ հեշտ է դատել, քննադատել, խոսել, բայց երբ որ մեր հերթն է գալիս, մենք հասկանում ենք, որ չէ իրականում դժվար է։ Եթե չեմ սխալվում, Սմիթ Վիգլսվորդն է ասել, մինչև եթե չեմ սխալվում, միգուցե սխալվում եմ, մինչև ինձ կքննադատեք, իմ կոշիկները հագեք մի 100 մետր քայլեք, հետո նոր խոսեք։ Ու այս խոսակցությունից ծնված այսօր երկրպագության ժամանակ Գեղամը ինձ օգնում է, որ ես խոսք ստանամ։ Մեր երկրպագությունը օգնում է, որ դու խոսք ստանաս, ու հավես է, որ Աստված խոսում է ու գործում է երկրպագության ընթացքում։ Ես դրա համար եմ ասում, մեր մոտ շատերը իրանք ազատագրվում են երկրպագության ընթացքում առանց մի սենց բանի, էլի, դրսևորման։ Ու հիշեցի Տեր Հիսուս Քրիստոսի առակը, որ պատմում էր արքայության մասին, ասում է, այսպիսին է Աստծո արքայությունը, որ մի մարդ իր արտում բարի սերմեր ցանեց։ Ու հետո երբ որ քնած էր, իր թշնամին եկավ ու չար սերմեր ցանեց։ Ու երբ որ մենք գնում ենք սերմնացանի առակ, հասկանում ենք, իհարկե, խոսքը արքայության մասին է, եկեղեցու մասին է նաև, բայց երբ որ մենք գնում ենք սերմնացանի առակ, հասկանում ենք, որ արտը դա սիրտն է։ Այն մարդը, որ բարի սերմեր է ցանում, Աստծո մարդն է, ծառայողն է, կամ հենց մենք ինքներս։ Բայց թշնամին երբեմն կարողանում է գա քո սրտի մեջ ու չար սերմեր ցանի։ Ու Աստծո խոսքը ասում է, երբ եղավ այդ չար սերմերը, եւ այդ արտի տերը, այդ սրտի տերը։ Ես մի քիչ հեռվից եմ ուզում գամ, որ քեզ այսօրվա թեման հասկանալի լինի։ Քնեց։ Երբ քնեց, ու մենք միշտ մտածել ենք սենց, քնելը դա սա է, երբ որ հավատացյալը ոչինչ չի անում, ահա քնած է, բայց երբեմն այդպես չի, երբեմն Աստծո զավակը քնում է ուրիշ հետաքրքրվածությունների մեջ լինելով հանդերձ, երբեմն թշնամին մի խոր քուն է տալիս ինչ որ հետաքրքիր բիզնեսով, բիզնես պլանով, ու դու տեսնում ես ինքը արքայության մեջ քնեց, որովհետև ինքը ուրիշ զբաղվածություն ունի, հասկանում եք իմ ասածը, ուրիշ արժեքներ, ու սա լավ հող է, որպեսզի թշնամին գա ու իր սերմերը ցանի անպտուղ։ Ես այսօր ուզում եմ ամեն մեկս նայենք մեր սրտին ինչ արժեքներ կան մեր սրտում։ Ու ես այսօր խոսելու եմ աշխարհի արժեքներից ու արքայության արժեքներից։ Ու միգուցե մեզանից ինչ որ մեկը կամ մի քանիսը քնած են, որովհետև թշնամին ուրիշ արժեքներ է դրել իր սրտում։ Այսօր մենք ինչ ենք անելու, արթնանալու ենք։ Դրա համար այսօրվա ծառայությունը ինքը մարգարեական ծառայություն է։ Այսօր մենք մեր ներսն ենք նայելու, այսօր մենք մեզ ենք նայելու։ Իսկ միգուցե ինչ որ մեկը հայտնաբերի, որ այն արժեքները, որ ինքը ունի, հեճել արքայության արժեքները չեն։ Այսօր ինչ ենք անելու, քանդելու ենք թշնամու արժեքները, որը որ ինքը դրել է մեր սրտի մեջ ու որոշելու ենք ապրենք արքայության արժեքներով։
Ամեն։ Աղոթենք իրար հետ։ Մեր սքանչելի Տեր, մեր գեղեցիկ Տեր։ Քո ներկայությունը գեղեցիկ է Տեր Հիսուս, քո խոսքը գեղեցիկ է, քո ներկայությունը փառավոր է Տեր։ Ու դու քո գեղեցկությամբ ու քո փառքով գեղեցկացնում ես քո եկեղեցին Տեր։ Դու զարդարում ես քո եկեղեցին պարգևներով Տեր։ Դու զարդարում ես քո եկեղեցին քո ներկայությամբ Տեր ու քո ներկայության մեջ լինելը պատիվ է մեր համար Տեր։ Մեր համար պատիվ է գտնվել մի վայրում, որտեղ դու ինքդ ես Տեր Հիսուս։ Մեր համար պատիվ է քո ներկայության մեջ ապրելը Տեր։ Մեր համար պատիվ է քո հետ խոսելը Տեր։ Մեր համար պատիվ է քո արյունը մեր կյանքում ունենալը։ Մեր համար պատիվ է համարձակությամբ քո շնորհքի գահին մոտենալը Տեր։ Շնորհակալություն քեզ քո խաչի համար, որով բացեցիր ճանապարհ Տեր դեպի շնորհքի գահը, ոչ թե դեպի երկնքի դարպասները Տեր, այլ դեպի երկնքի կենտրոնը, դեպի շնորհքի գահը Տեր։ Սա քո արժանն է, սա քո զոհովը Տեր։ Շնորհակալ ենք քեզ, որ այսօր քո տան մեջ ես ու հետաքրքրված ես մեզանով Տեր։ Դու հետաքրքրված ես մեզանից ամեն մեկով Տեր, որպեսզի մեզ տաս կյանքն ու ապագան Տեր։ Դու հետաքրքրված ես մեզանից ամեն մեկի սրտով Տեր, որտեվ քո խոսքը ասում է, որ մենք պիտի զգուշանանք մեր սրտերից Տեր իմ արքա։ Ու դու այսօր այստեղ ես Տեր, որպեսզի տաս մեզ քո արքայության արժեքները Տեր։ Ու եթե այսօր քո ժողովուրդը ինչ որ մեկ ունի իր ներսում արժեքներ, որ այս աշխարհի արժեքներն է Տեր, դու այսօր գործում ես քո տան մեջ, վերցնելով այս աշխարհի արժեքները ու մեզ տալով քո արքայության արժեքները։ Ու մենք ասում ենք այո ամեն քեզ Տեր, այո ամեն քո ներկայությանը ու այո ամեն քո խոսքին Տեր։ Ու մենք ասում ենք այն ինչ անելու ես քո տան մեջ, դու Տերն ես, գործիր արա։ Այն ինչ անելու ես մեր սրտերի մեջ, դու մեր Տերն ես, գործիր ու արա։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Դու կասես ինչ, ես Տիրոջը պիտի իրավունք տամ, որ ինքը գործի իմ կյանքում, միանշանակ, միանշանակ։ Դու կասես ինքը սենց չի գա, իմ կամքին հակառակ գործի չի գա։ Իր աթոռը արդարությունն ու իրավունքն է, ինքը առանց իրավունքի ոչինչ չի անում։ Ամեն, շատ լավ։ Գիտեք, ամեն մեկս ապաշխարել ենք ինչ-որ մի տարիքում, մեկը 22 տարեկանում, մեկը միգուցե ծնվել է արդեն հավատացյալ ընտանիքում, չնայած եթե լինեն շատ քիչ մարդիկ կլինեն, որտեվ մենք հիմնականում եկեղեցին առաջի սերունդի հավատացյալներ են։ Ովքեր են եկեղեցում ծնվել արդեն իսկ հավատացյալ ընտանիքում, 1, 2, ես չէի էլ մտածում, բայց գոնե մի 6 հոգի, հալելույա, հալելույա, ես մտածում էի 2 հոգի հազիվ կլինի, բայց մնացածս մենք ապրել ենք աշխարհիկ կյանքով, ունեցել ենք մեղավոր բնույթ, դու կասես, բա ես չեմ ունեցել, դու էլ ես ունեցել, բայց ավելի շուտ ես Հիսուսին Տեր ընդունել միգուցե, ու թշնամին մեր հետ աշխատելով, լինելով մեր Տերը, մեջ ձևավորել է արժեքներ, տարբեր արժեքներ, այս աշխարհը ինքը ունի տարբեր արժեքներ։ Փողը հարստությունը արժեք է, ես չեմ ասում լավ կամ վատ, ես չեմ ասում ինքը վատ արժեք է, ինքը վատ կյանքի նպատակ է։ Ազնվությունը արժեքը, արժեքը, ընտանիքը, արժեքը, ընկերությունը, արժեքը։ Ու մենք ամեն մեկս ունենք արժե համակարգ, արժեքներ։ Ու այն արժեքները, որ մենք ունենք, իրականում ձևավորում են մեր կյանքը։
Եթե քո համար արժեք է փողը, բայց ազնվությունը արժեք չի, դա ձևավորելու է քո կյանքը, որպեսզի դու փող ունենաս անազնիվ ճանապարհով։ Եթե քո համար արժեք է ընկերությունը, բայց ճշմարտությունը արժեք չի, դու կորցնելու ես քո ընկերներին։ Եթե քո համար արժեք է սրբությունը ու եկեղեցին, դու հրաժարվելու ես շատ բաներից, որովհետև սրբությունը քո համար արժեք է։ Ու քո կյանքի որոշումները ձևավորում են քո կյանքը, իսկ քո կյանքի որոշումները ձևավորվում են քո արժեքներով։ Մենք այսօր ստեղ ենք, որովհետև որոշ որոշումներ ենք կայացրել, դրա հետևանքով ենք ստեղ։ Ճիշտ կամ սխալ, կապ չունի։ Բայց մենք մեր որոշումները կայացրել ենք ըստ այն արժեքների, ինչ որ մենք ունենք։ Հասկանում եք ինձ։ Հետաքրքիր է։ Այս վերջերս մեր երիտասարդներից երկու հոգու հետ խոսում ենք տարբեր իրավիճակներից, իրանց կյանքից, ես պատմեի իմ կյանքից, իրանք սենց պատմեն, հովիվ ջան, սենց էս արեցինք, ընգանք, հելանք, էլի ընգանք, հելանք, արդարը 7 անգամ ընգնի, 7 անգամ կանգնի։ Ես էլ իրանց ասում եի ոչինչ, ես էլ եմ ժամանակին ընգել, էլի կանգնել, ընգել, էլի կանգնել, բոլորս մարդ ենք, բայց երբ որ մեր խոսակցությունը հասնում էր ավարտին, ես մի բան ասի տղերք լսեք, մի հատ հարց եմ ուզում տամ, ձեր համար սրբությունը արժեք է թե չէ, իրանք սկսեցին մտածել, սիրելի երիտասարդներ, ուզում եմ ձեզ այս հարցը տամ, չեմ ուզում պատասխանեք, ճիշտ պատասխանը ես էլ գիտեմ, ուզում եմ մտածեք, երբևիցե մտածել եք, սրբությունը ձեր համար արժեք է թե չէ, Աստծո ներկայությունը ձեր համար արժեք է թե չէ, Աստծո հետ անցկացրած ժամանակը ձեր համար արժեքավոր է թե չէ։ Ես ուզում եմ մենք այսօր մտածենք ու խորհենք արքայության արժեքների մասին։ Ես չգիտեմ ամեն մեկը ինչ արժեք ունեք։ Ինձ Աստված չի կարգել, որ ես գամ մտնեմ ու կչփորեմ Սաքոյի կյանքը, որպեսզի իմանամ իր բոլոր արժեքները, չէ, ինձ Աստված կանչել է, որպեսզի խոսամ արքայության արժեքից ու հրավիրեմ ձեզ արքայության արժեքները ընդունելու։ Երբ որ դու ընդունես արքայության արժեքը որպես արժեհամակարգ քո կյանքում, ասես Տեր, այո, ամեն, ես համաձայնվում եմ քո խոսքի արժեքների հետ, ավտոմատ այն արժեքները, այն որոմները, որ թշնամին ցանել է քո պարտեզի մեջ իրանք մի կողք են ընկնելու։ Ամեն, ու դու քո որոշումով, արքայության արժեքներով ապրելու ես արքայության ստանդարտի համաձայն։ Այն արժեքները, որ մենք ունենք, իրանք որոշում են մեր կյանքի ստանդարտը։ Երբ որ դու ապրում ես արքայության, հասկանալով, ընդունում ես, որոշում ես, ասում ես ես որոշում եմ ընդունել արքայության արժեքները, դու շարունակաբար ապրելու ես արքայության ստանդարտներով։ Երբ որ դու չունես արքայության արժեքները քո կյանքում, դու եւ ես կողմ ես լինելու եւ են կողմ։ Երբ որ մեր համար, օրինակի համար սրբությունը արժեք չի, ինչ որ մեկի համար։ Ինքը մի օր ես կողմ կքայլի, մի օր են կողմ, նի ռիբը նի միասա։ Դու դուրսը կնայես ինքը աշխարհիկի պես է, ներսը գիտեք, օ հալելույա։ Դուրսը աղբերս, ներսը օ հալելույա։ Ինչա պետք օգնենք, որտև
Երբեմն մենք էլ ենք հասկանում, որ ինչ որ մի բան սխալ է, բայց չենք կարողանում հովիվ օգնի ինձ, որ դուրս գամ տեղից։ Ու ես հավատում եմ, որ այսօրվա ծառայությունը շատերիս ինչ որ տեղից հանելու է, ինչ որ տեղ դնելու։ Ամեն։ Մատթեոս 6:21։ Ոչինչ չէ, որ մի քանի խոսք էլ կարդանք, կարելի է, չէ՞։ Հալելույա։ Մատթեոս 6:21։ Որովհետև որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Մենք միշտ այս խոսքը վերագրել ենք փողին, բայց գանձը ինքը արժեք է, թանկ արժեք բան է։ Չի ասում որտեղ որ ձեր 10,000 դրամն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Ասում եմ որտեղ որ ձեր գանձն է, իսկ գանձը ինքը արժեք է, բայց թանկ արժեք է։ Դրա համար է իր անունը գանձ։ Ու Հիսուսը հետաքրքիր բան ասում է, այն ինչ որ դու արժևորում ես, այն ինչ որ քո համար թանկ արժեք է, դա է որոշելու սիրտը որտեղ կլինի։ Հալելույա։ Եթե իմ համար ինչ որ բան գանձ է կամ թանկ արժեք է, դա վաղը որոշելու է իմ սիրտը տեղ կլինի, թե չէ։ Եթե սրբությունը իմ համար արժեք է, իմ սիրտը վաղը կլինի սրբության մեջ։ Հալելույա։ Սա մտածելու տեղ է տալիս։ Հասկանում եք, հա Տերը $100-ից չի խոսում։ Օ, ես $100 որտեղ, այնտեղ է, քո սիրտը այնտեղ է։ Դեռ ավելի խորն է տանում։ Ես միշտ ասում եմ, Հիսուսի ասածները ավելի խորն են, քան մենք պատկերացրել ենք։ Ընդհանրապես Աստծո խոսքը ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք, սիրելիներս։ Ու Տերը մի հետաքրքիր բան է ասում, իհարկե խոսում է ֆինանսից, խոսում է գանձից, խոսում է այն մասին, որ հեթանոսներն են մտածում, ինչ ուտեն, ինչ խմեն, իմ բառերով ասեմ, ինչ հագնեն, ինչ քշեն։ Սա է իրանց համար կյանքի նպատակ, բայց ասում է, դուք նախ փնտրեք արքայությունն ու արդարությունը, ու այն մնացածը կտրվի ձեզ։ Չի ասում, ոյ, Սարգիս ջան, դու հանգած չմտածես այն մնացածի մասին։ Կենտրոնացի միայն արքայության վրա։ Ասում է նպատակ սարքի արքայությունն ու արդարությունը, մնացածը քո գործը չի, իմ մասն է։ Մնացածը կտրվի, մնացածը ես եմ տալու։ Ոնց որ մենք սկզբից խոսեցինք, Տերը խոսք է տվել աղոթեք մի ամիս ամեն առավոտ թիմով երիտասարդների համար ու միանգամից հաջորդ հարցը, բա մնացածը մեր գործը չի։ Այն որ Հիսուսը Պետրոսին ասում է, արի իմ հետևից, ասում է, բա ինքը, բա մնացած, ասում է, դա քո գործը չի։ Քեզ ասել եմ արի իմ հետևից, դա քո մասն է, թե Հովհաննեսի հետ ինչ կլինի։ Մեզ ասել է աղոթենք մի ամիս երիտասարդների, հա, այդ մեր մասն է, թե երիտասարդների հետ ինչ կլինի, Պետրոսը ծառայողի խորհուրդն է, Հովհաննեսը երիտասարդի խորհուրդն է։ Ասել է եկեք իմ հետևից, աղոթեք մի ամիս, մեր գործը էսա, թե Հովհաննեսների հետ ինչ կլինի, դա Տիրոջ ու Հովհաննեսների հարցն է։ Հիմա երբ որ սա ավարտում է Տերը, որ դուք կենտրոնացեք արքայության ու արդարության վրա, ինչ արքայություն է, այն սիստեմը, որը որ ունի արժե համակարգ։ Այսօր ես խոսելու եմ արժեքներից, դրա համար ինչ խոսեմ, արժեքների կոնտեքստի մեջ եմ խոսելու։ Արքայությունը ընդեղ այն վայրն է, թագավորությունը, որտեղ որ թագավորում է Տերը Հիսուսը իր արժեքներով։ Երբ որ ես մտնում եմ իմ արժե համակարգով ու արժեքներով արքայություն, ես պտղաբեր եմ լինում արքայության մեջ մի կողմ դնելով այն աշխարհի արժեքները, որով որ եկել եմ, միշտ ասում եմ, աշխարհի օժիտը մի կողմ դրեք։
թթխմորը մի կողմ դրեք։ Ու ես վերցնում եմ արքայության արժեքները, արքայության զենքերը, որպեսզի արքայության մեջ պտղաբեր լինեմ։ Դու չես կարա քո պերֆերատրով մտնես էլեկտրիկ աշխատելու։ Ու մեծ պերֆերատորը կամ տրակտորով մտելա էլեկտրիկ, բայց մեծ ասում եմ իմ գործիքը։ Ես տրակտորով եկել եմ էլեկտրիկ աշխատեմ։ Ասել են եղբայր, տրակտորը թող բակում, քեզ մի հատ կուպցի է պետք։ Արի մենք քեզ գործը սովորացնենք։ Երբեմն մենք մեր մեծ տրակտորներով, պերֆերատորներով գալիս ենք արքայության մեջ։ Դա գիտեք ինչի է նման։ Երբ որ Դավիթին հագցրեցին Սավուղի հանդերձները, ասցին գնա կռվի։ Ես կպարտվեմ, բայց դու Սավուղի մեծ ու թագավորի հանդերձները։ Ես սովոր չեմ, այս հանդերձները իմ վրա մեծ են, այս հանդերձները իմ վրա ծանրություն են։ Ու Դավիթը հասկանում էր, որ Գողիաթին հաղթելու է առանց որևէ մեկի հանդերձների։ Ընդամենը մի քարով։ Ամեն։ Դրա համար այսօր են հանդերձները, են արժեքները, որ մենք բերել ենք աշխարից, կամ թեկուզ չենք բերել աշխարից, բայց ձևավորել ենք եկեղեցում ոչ համապատասխան արքայության։ Մի կողմ ենք դնում։ Ու ոչ ոք չասեց ամեն։ Ու լուրա էլ բեթելում։ Մեր արժեքները որոշում են մեր կյանքը, իսկ մեր որոշումների հիմքում ընկած են մեր արժեքները։ Ամեն մեկը ունի իր արժեքները կամ իր արժեհամակարգը, բայց Աստծո խոսքը խոսում է մեզ արքայության արժեքներից, օրինակ սիրել Աստծուն։ Գիտեք, մենք շատ բաներ գիտենք։ Ես այսօր ոչ թե ուզում եմ խոսեմ մեր գիտեցածից, որ ես գիտեմ ջանելի, եկել եմ ես 100 անգամ նույն բան ասում ես ես գիտեմ, ու ինքը գիտի, որ ինքը դա պիտի անի ու ինքը չի անում։ Երբ որ մենք կանգնենք Տիրոջ առաջ, Տերը չի ասելու. Սակո ջան, այսօր ձախից տակ դու ես, արի սա օրինակները քո վրա։ Եկեք մի հատ ծափարենք Սակո։ Հալելույա։ Всё, այսօր Սակո, այսօր Վալոդը չի, Սակոնն է։ Տերը չի ասելու, Սակո ջան, դու ինչ գիտես։ Օ, ես գիտեմ, որ սուրբ պիտի ապրեմ։ Օ, ամեցի, բավայ։ Էլ ինչ գիտես, Սակո ջան, չէ։ Երբ որ Տերը տաղանդներ է տալիս, հետո որ գալիս է այդ տաղանդների հետևից ինքը չի ասում. Ինչ գիտեք, տղերք, մենք գիտենք, որ պիտի այդ տաղանդները օգտագործենք։ Հալելույա, եկեք։ Չենք ասում, օգտագործեցիր։ Հա ես գիտեի, որ դու, ահա, այստեղ բռնվար։ Հարցը ինչ մենք գիտենք։ Հարցը այնա ոնց ենք մենք ապրում։ Հարցը ինչի որ մենք գիտենք, որ սա ճիշտ է։ Չէ, մենք բոլորս ճիշտ պատասխանը գիտենք։ Բայց նապաստակին շատ նման է։ Հիշում եք, չէ՞ այդ բանը։ Մենք բոլորս գիտենք ճիշտ պատասխանը։ Մենք բոլորս գիտենք, որ Աստծուն սիրելը լավ արժեք է, աղոթելը, սուպեր արժեք է։ Բոլորս գիտենք, որ պիտի աղոթենք։ Բայց բոլորս խառն ենք։ Ու մեր կյանքը ունի տարբեր խառը զակատով, աշխատանքով, հարթուկով, ու մենք միշտ, բայց մենք գիտենք, կարող ես գիտեմ, նկատել եք, շատերը Աստծո խոսքը գիտեն, չըպ, սաղ գիտեն, ասում ես, առաջի երկու բառը ասում ես, մնացածը անգիրասում է, կոնտեքստով, վերև, ներքև, ու երբ որ մենք կանգնենք Տիրոջ առաջ, Տերը չի ասել, Մատթեոս 6:4, գիտես, всё, արի Սակո ջան, մալաձեց,
Չէ, ինքը դաշ չի, մենք դաշ չենք պատմում։ Ինքը կյանք է։ Ու ես ուզում եմ այսօր մենք այս գիտեցածը ասենք Տեր լավ շատ բան գիտենք, բայց որն ենք պահում, որն ենք անում։ Ասեմ ձեզ, էսի այն քարոզն է, որ ես ինձ եմ քարոզում։ Դուք ինչ վերցրիք, ինչ վերցրիք շահիկ։ Ես էս իմ ու Սաքոյի մասին է, Սաքո ջան, ես ու դու ենք այսօր զվյոզդը։ Դուք կողքից ինչ ես Սաքոյի հետ մենք սենց իրար հետ, դուք ինչ վերցրիք, շահել եք։ Բայց իրականում ժորդ, եկեք անկեղծ էլ, եկեք նայենք մեզ, նայենք մեր սրտին, Տերը ստեղ է։ Դու զգում ես, թե չես զգում, ես զգում եմ։ Դու կարող ասում ես, ես չեմ զգում, Տերը քո զգալու համար չի գալի, ինքը գալիս է, որտեվ ինքը խոստացել է։ Լավ, եկեք մի քիչ առաջ գնանք։ Աստծուն սիրելը արժեք է արքայության, ընկերոջը սիրելը արժեք է, իհարկե մենք վերջում կնայենք հերթով արժեքները արքայության ու մենք աղոթենք, կընդունենք։ Եկեղեցին արժեք է, Աստծուն ծառայելը արժեք է, սրբությունը արժեք է, ընտանիքը արժեք է, ամուսնությունը, ընկերությունը, եղբայրասիրությունը։ Եղբայրասիրությունը գիտեք ինչքան չհասկացված բառ է։ Գիտեք քույրերը ինչքան չեն սիրում եղբայրասիրություն բառը, իրանք չկան այնտեղ։ Գիտեք ինչն է եղբայրասիրությունը։ Իրար հետ պարզ ճիշտ շփվելը, մաքուր, իրար սիրել, իրար օգնելը, իրար ծառայելը։ Եկեղեցու մեջի մասին է, եղբայրասիրությունը աշխարհի հետ կապ չունի, սա եկեղեցու մեջ է։ Երբ որ մեկը օգնության կարիք ունի, գնալ օգնելն է։ Իրան, իրա կողքը լինելը։ Թե չէ, եկեղեցում սա հալելույա է։ Բայց երբ որ բանը հասնում է գործին, մենք զբաղված ենք։ Նայեք ինչ է ասում Պողոս առաքյալը Կորինթացիների 3-րդ գլխում, Առաջի Կորինթացիս 3:11։ Լավ է, որ ինձ վստահում եք, բայց մի օր ուրիշ տեղ եմ ասելու, ուրիշ տեղ կարդամ։ Լավ կլինի ձեր գրքերով գաք։ Հիմա ասում են միացրեք ձեր Աստվածաշնչերը, չէ՞։ Ձեր Աստվածաշնչերը դրեք Facebook-ի վրա, բացեք, միացրեք, ակտիվացրեք։ Որովհետև ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է։ Մենք ունենք միակ հիմք։ Հիսուս Քրիստոս, չկա ուրիշ հիմք, ոչ ոք որ ուզի չի էլ կարա դնի։ Եթե որևէ մեկ այս հիմքի վրա կառուցի, ոսկով, արծաթով, թանկարժեք քայլով, փայտով, խոտով, եղեգով, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, Երևան է հանելու եւ ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։ Եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն կմնա, վարձ կստանա։ Իսկ եթե մեկի գործը այրվի, վնաս կկրի, ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես թե կրակի միջով անցել է։ Այս խոսքը բարձ ցույց է տալի, որ ձեր գործերը փրկության հետ կապ չունեն, վարձքի հետ կապ ունեն։ Ու այն բոլոր մտածելակերպը, որ միայն հասնեմ դռների մոտ, դռների տակ, ստեղ չի աշխատում։ Տերը քեզ հրավիրել է երկնքի կենտրոն, որտեղ որ շնորհքի գահն է ու որտեղ որ ճանապարհը քո համար բացվեց։ Դրանից մի քայլ հետ ուզելը սա խոնարհություն չի, սա հպարտություն է։ Երբ որ Տերը մեզ ասում է, արի ես կենտրոնում երկնքի, քեզ հրավիրել եմ, որպեսզի շնորհքի գահի մոտ հանդիպենք իրար, Տերը քեզ կանչել է երկնքի կենտրոն։ Ու հիմա Տերը ասում է, մի հիմք կա Քրիստոսն է, ու այս հիմքի վրա կառուցելը ոսկով արծաթով, սա այն արժեքներն է,
որով որ մենք կառուցում ենք։ Նույն բանը անում 3 հոգի։ Նույն նկարահանումը անում են 3 հոգի, Սաքոն, Վալոդը ու Արտյոմը։ Մեկի արած, 3-ի արածն էլ կարողա ոսկիա։ Բայց մեկի արածը ոսկիա, մեկի արածը ծղոտա, մեկի արածը խոտա կամ փայտա։ Ինչն է որոշում, ով ինչպիսի արժեքով է անում։ Մեր սիրտը։ Մեկի համար արժեքը ծառայությունն, Աստծուն ծառայելը, մյուսի համար երևալը։ Ես։ Հիշում եք եսի մասին քարոզ ենք ունեցել։ Ով է հիշում, ով կար։ Այդ եսի մասին քարոզները բան չենք հիշում ենք, շնորհքի մասին լավ հիշում ենք։ Շնորհքի քարոզները սաղ հիշում ենք, չէ։ Եսը բան, մենք չենք եղել։ Ես եղել եմ, բայց շատ զբաղված էի Հովիվ ջան։ Աստվածաշունչ էի կարդում։ Այն ինչ որ մենք կառուցում ենք, մի բան է, ինչ արժեքներով ենք կառուցում, մի բան է։ Աստված սրտին է նայում։ Աստված գործին չի նայում։ Աստծուն հետաքրքիր չի, թե դու ինչ ես անում։ Աստծուն հետաքրքիր է, թե դու ինչպես ես անում։ Ու երբ որ Պողոս առաքյալը խոսում է խոտ, ծղոտ կամ ծղոտը խոտն է միգուցե փայտ, քար, ոսկի արծաթ, ինքը խոսում է արժեքներից։ Ամեն մեկը ինչ արժեքներով է անում։ Ինչ է ներդնում։ Ասում է, եթե դրդապատճառը սխալ է, դու էլի կփրկվես կրակից պրծած, բայց կրակը քո դրդապատճառը որոշելու է։ Քո ու իմ արժեքները որոշում է կրակը, իսկ կրակը դա դժվարությունն ու փորձությունն է։ Երբ որ ամեն ինչ նորմալ է, այդքան էլ չի երևում մենք ինչ արժեքներ ունենք։ Բայց երբ որ հարցը գալիս է մի բանի, որ սա կարևոր է, ինչ որ մեկը պիտի անի ու բոլորը զբաղված են, այդ ժամանակ երևում է, ում կյանքում է իրականում ծառայությունը արժեք։ Երբ որ խոսքը գնում է ավետարանը քարոզելու ավետարանչության մասին, բոլորս ավետարանում ենք։ Ինչ ենք անում։ Էլ Բեթելի քարոզները կիսվում ենք։ Լավ ավետարանչություն է, բայց հավատացեք բոլորս չենք անում։ Ունեք հասարակ բան։ Ընդամենը կիսվես այն ուղերձով, որը որ քո կյանքը փոխվել է։ Մի հատ կնոպ կա, բազիլիցա դա 2 կնոպ կա։ Դա քո կյանքը փոխել է ու միգուցե ինչ որ մեկի կյանքն էլ փոխի։ Իսկ եթե իմ համար արժեք չի ավետարանչությունը, գնանք մի քիչ առաջ, թե մնանք մարսենք, թե գնանք, գնանք, հալելույա։ Գիտեք, եկեղեցում տարբեր արժեքներ ունեցող մարդիկ գտնում են իրար։ Օրինակ, աշխարհում ոնց է, ես ձկնորս եմ, ես լիքը ձկնորս ընկերներ ունեմ, ես դաժե գիտեմ հովիվներից ովքեր են ձկնորս, որտեվ իրանց հետ ձկի եմ գնացել, իրանք ինձ ձկնորսական բաներ են նվիրել, ես իրանց։ Օրինակ ես չգիտեմ հովիվներից ովքեր են հաշվապահ, որովհետև իմ համար այդ հոբին արժեք է, իմ համար թանկ է, ես սիրում եմ այդ։ Ու եկեղեցում էլ տարբեր արժեքներ ունեցող մարդիկ, իրանք շփվում են տարբեր արժեքներ ունեցող մարդկանց հետ, այսինքն կան նեյտրալ արժեքներ։ Բայց կան արժեքներ, որոնք որ սրտի խորքում մարդը ծածուկ պահում է, եւ դա արքայության արժեքը չի։
դա արքայության գործին ոչ թե օգնում է, այլ վնասում է։ Ու գիտեք ոնց է, Տերը գալիս է թակում այդ դուռը դու չես բացում։ Սաղ, հալելույա, սաղ դռները բաց է Տեր ջան քո առաջ։ Բայց այս ֆինանսիս դուռը թող հələ ժամանակը չի։ Վաղվա դևինով է ծանոթ։ Ծանոթ չեք։ Շատ տարածված։ Վաղը։ Ուզում ես ապաշխարես, ասում եմ մարդ համբերի վաղը։ Ու վաղը գալիս է, էլի ասում է վաղը։ Ուզում ես փոխվես, ասում եմ մի լարվի։ Ուզում ես զոհ անես, մի լարվի, հանգիստ տեղի։ Գալիս է, քորում է, մասաժ է անում, լավ։ Վաղը, մի լարվի, համբերի վաղը։ Ուզում ես գնաս տնային խմբակ, վաղը։ Բայց 5 շաբթի է տնային խմբակ, դու ուրբաթ, բայց չկա ուրբաթ խմբակ։ Այնքան ենք կերե, որ էտել էլի, սենց միամիտ։ Ուղղակի ուզում եմ, որ այսօրվա ծառայությունը քո համար ապարդյուն չլինի։ Ուզում եմ այսօր ինքդ Տիրոջ հետ մտնես քո սերտը։ Ինքդ իրան թույլ տաս գա ու այն դուռը, որ այսքան ժամանակ միգուցե չես բացել, բացես իր առաջ։ Բացես թողա այդ արժեքը թո փոխել, մեկ չխկլը բացա էլի։ Թույլ տուր որ մտնի, որովհետև այն դարակը, որի մեջ իր լույսը չի մտել, այդ դարակից հավատահոտ է գալի ու գալու է։ Այն դուռը, որ իր լույսը չի մտել, ինքը չի կարա լուսավորի։ Ամեն։ Եկեք գնանք տեսնենք ինչ արժեքներ ունի արքայությունը մեր համար ու ինչ արժեքների մեջ մենք պիտի արմատանանք։ Մենք միասին խոսել ենք, Միլենը Արևշատում է խոսել այս մասին, ես կարճ, բայց ստեղ եմ խոսել Առաջի Պետրոս առաջի գլխից, այսօր ուզում եմ նայենք ուրիշ լույսով, արժեքների լույսով։ Ուզում եմ հասկանանք, որ այն արժեքները, որ արքայությունը ունի, մենք այդ արժեքների մեջ պիտի արմատանանք, պիտի աճենք։ Սուրբը թող ավելի սրբվի։ Այս խոսքը չի ասում, սուրբը մի քիչ է, սուրբը, հալելույա։ Հերիքա, մի քիչ է հերիքա, փոքրիկ մի քիչ։ Աստծո խոսքը խոսում է հավատքի աճի մասին, հա? Հավատքը լսելուց է, լսել է Աստծո խոսքից, հավատքը լսած լինելուց չի, այլ լսելուց է։ Այսինքն այս արժեքները, որ մենք հիմա կնայենք, արքայության արժեքները, մենք իրանց մեջ եւ պիտի արմատանանք, եւ աճենք։ Եկեք գնանք առաջի Պետրոս, երկրորդ Պետրոս 1:5-8-ը։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխը ինքը հրաշք գլուխ է։ Ինքը շատ բանի մասին է խոսում։ Երկրորդ Պետրոս 1:1 ասում է, որ մենք միևնույն հավատք ունենք, 1:3 ասում է, որ կյանքի ու աստվածապաշտության համար ինչ մեզ պետք է Աստված տվել է։ 1:4 ասում է, որ մենք Աստծո բնույթին հաղորդակից ենք եղել։ Ես շուտով իմ սոցիալական ցանցերում կդնեմ, եկեղեցու խմբում էլ կդնեմ, հենց այս մասը, հենց այս մասին, որ Հիսուս ասում է դուք աստվածներ եք։ Ինքը խոսում է հենց այս մասին, ուղղակի ձևակերպում եմ հիմա, որ դուք աստվածային բնույթին հաղորդակից եք եղել։ Աստված ձեզ տվել է իր բնույթը, հավիտենական կյանքը, սա Աստծո բնույթն է։ Դրա համար ասում դուք աստվածներ եք, նկատի ունենալով, որ դուք իմ բնույթը ունեք։ Ավելի մանրամասն մի շաբաթ հետո։ Այն որ սերիան սենց կարբան տեղ մտնում է, դդդն ռեկլամա գնում ու ասում է վաղը, չէ, իմի բան եմ անում, էլի, սպասեք, coming soon։ Լավ, առաջի բանը ինչից խոսում է Պետրոս առաքյալը, սխալ ասեցի անգլերեն, soon, ասում է coming soon, միտար էսկո մենկոմ։ Սա soon, նույն կորեացին է, ճապոն, լավ, Երկրորդ Պետրոս 1:5 Մեր մոտ հետաքրքիր է, ուրախանում ենք, ծիծաղում ենք, բայց մեր կյանքը փոխվում է։ Մենք մտածում ենք Աստված միայն լրջության մեջ է խոսում, հա, չէ, Հիսուսն էլ հումորով, բանով, սենց իր կողքը մարդիկ փոխվում էին,
Լավ հավեսով, հարսանիքում ապարելով, բայց մարդիկ փոխվում էին։ Կարևորը մարդկանց փոփոխությունն է, որտեղ Աստված ինքը միայն տխրության Աստված չի, ինքը ուրախության Աստված է։ Երկրորդ Պետրոս 1:5 եւ այս բաների համար ամեն ջանք թափելով ձեր հավատքը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուժկալությամբ, ժուժկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը եղբայրասիրությամբ, եղբայրասիրությունը սիրով, որովհետեւ սրանք ձեր մեջ ունենալով եւ առատացնելով, ոչ թե միայն ունենալով, այլ ավելացնելով, արմատանալով սրանց մեջ, դատարկ եւ անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։ Հիմա առաջի արժեքը, որ Պետրոս առաքյալը խոսում է, սա հավատքն է։ Ես ոնց եկար չտեսակ ես։ Կարոտել ենք մեր անաքրոջը։ Առաջի արժեքը, բարի գալուս, Տանա ջան, դու գիտես, որ տուն ես եկել։ Այո։ Առաջի արժեքը, որ Պետրոս առաքյալը խոսում է, սա հավատքն է։ Հավատք արտեր Հիսուս Քրիստոս։ Ես հավատում եմ, որ Հիսուսը իմ Տերն է։ Ես հավատում եմ, որ Հիսուսի արյունը իմ մեղքերը մաքրել է։ Ես հավատում եմ իր խոսքին։ Ես հավատում եմ, որ իրանն եմ ինքն էլ իմն է։ Սա արժեք է, ու սա թանկ արժեք է։ Այդ թանկ արժեք բառը մենք արագ ասում ենք, սա թանկ արժեքը, թանկ արժեքն է։ Հավատքը, սա ցանկացած հավատացյալի համար թանկ արժեք է։ Ինչպես ենք մենք արմատանում կամ հաստատվում կամ աճում հավատքի մեջ, 3 բան։ Խոսքի միջոցով հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից, աղոթքի միջոցով, երբ որ գալիս ես իր առաջ, ու ինքը խոսում է աղոթքի մեջ, ու հաղորդակցության միջոցով։ Իրար հետ։ Ամեն։ Որտեվ, գիտեք, մի պահ մենք Միլենի հետ, երբ որ հանդիպում ենք մի մարդու, ում համար խոսքը հեղինակությունը արժեք է Աստծո խոսքը, մենք ասում ենք, վсё, մնացինք, մենք իրար հետ ժամանակ ենք անցկացնում։ Ու պարտադիր չի ինքը հովիվ լինի։ Ցանկացած Աստծո զավակ, ում համար խոսքը արժեք է, ով սիրում է խոսքից խոսա, ում կյանքում դու տեսնում ես խոսքը, մենք որտեվ այն ժամանակ մենք մի քիչ հեռու ենք եղեք նազորում ենք, այդ տիպի մարդիկ կներեք ես բարս համար ռետկի էին։ Հազվադեպ, բայց կային։ Ու երբ որ դու գտնում ես մեկին, ում համար խոսքը արժեք է, Աստծո այդ փոխհարաբերությունը աղոթքը արժեք է, դու գանձ ես գտել։ Ամեն, ում համար սրբերի այդ փոխհարաբերությունը արժեք է, դու գանձ ես գտել։ Առաջի արժեքը արքայության սա հավատքն է։ Մաքուր, պարզ, անկեղծ հավատքը։ Իմ Տիրոջ հանդեպ։ Ու թշնամին գալու է, երբ որ գողը գալիս է, գիտեք, սատանան գողը, ինքը չի գալի, տուն գողը չի մտնում ինչ որ մեկի տուն անարժեք բան գողանալու, հա, ես այս մասին շատ եմ խոսում։ Ու զանգում է, Սաքոն ասում է, հով ջան, գիշերը մեր տուն գողա մտել, ինչ ա տարե, ասում են զիբիլը տարավ գնաց։ Գողը չի գալի մեր տան զիբիլը տանի։ Գողը որ մտնում է թանկարժեքի հետևից, հա։ Փողերը որտեղ է, գանձերը, ոսկին։ Դուք ասես չկա էլ, շատի զուր, չես ցանում դրա համար չկա։ Այս գողը, որ գալիս է, ինքը գալիս է քո կյանքի արժեքները գողանալու։ Ու առաջի բանը ինչին ինքը խփում է, դա հավատքն է։ Հավատքի հիմքը խոսքն է գողանում։ Երբ որ իրավիճակների մեջ ես ընկնում, երբ որ չկա հավատք արժեքը, ես հավատում եմ, դու սկսում ես ձեռքդ ուրիշ տեղեր գցել։ Ցանկացած իրավիճակում ինչի միջով անցնում ես, հավատքդ պիտի պահես։ Հավատքս պահեցի։ Կենտրոնանալով
վրա, չմոռանալով, որ ինքը հոգատանում քո համար։ Իմ ընկերներից մեկը մի հատ լավ խոսք ունի, Մուսայելյանն այստեղ շատ է քարոզել։ Ասում է մեկը Աստված բեմի հետևում գործում է, կապ չունի դու ինչ իրավիճակով ես անցնում։ Ինքը զակուլիսը մի գործում է, ինքը նայում է, նենց չի որ վայ կործանվեցինք, չէ ինքը սաղ նայում է։ Մեզ է պետք մեր հավատքը իր վրա պահել։ Երկրորդ արժեքը, որից որ խոսում է Պետրոս առաքյալը, սա առաքինությունն է։ Առաքինություն, երիտասարդներ, յուհու, խնդրում եմ մեր երիտասարդները իրանց ձեռքերը բարձրացնեն, ու նրանք ովքեր իրանց, ասեք առաքինություն, գիտեք ինչ վեհ արժեք է, գիտեք ինչ գեղեցիկ արժեք է արքայության մեջ, ես ուզում եմ հարց տամ, արդյոք հավատքը քո համար արժեք է, ես չեմ ուզում այդ պատասխանը, որ հիմա դու հնչացնես, ես ուզում եմ դու մտածես, այդ պատասխանը կհնչեցնես քո ներքին սենյակում Տիրոջ առաջ, ու հիմա երբ որ մենք աղոթքի մեջ լինենք, Տերը գալու է քո առաջ կանգնի, ու դու Տիրոջ հետ ես խոսելու, իրան ասա, եթե քո համար հավատք արժեք չի, ասա Տեր, ես ուզում եմ օգնիր ինձ, որ հավատք արժեք դառնա, առաքինություն, եթե քո համար արժեք չի, եթե քո համար ավելի շատ հաճույքներն են արժեք, իրավիճակից ելնելով ես ապրում, դե սենց ստացվեց էլի հովիվ ջան, դե սենց գնաց, գետը ոնց գնում ա, նենց են գնում, հավատացյալ է այն մարդն ա, որ գետը ոնց գնում ա, դրա հակառակն ա գնում, առաքինություն ինքը վեհ արժեք է, առաքինությունը ինքը ուղիղ համեմատական կապ ունի սրբության հետ ու ավելի վեհ է, քան սրբությունը, ես պիտի իջնեմ, երբ որ իմ համար առաքելությունը արժեք է, ես պիտի իջնեմ մի քանի հարկ, որպեսզի ինձ թույլ տա մի բան անեմ, որը որ Աստծո կամքին համաձայն չի։ Հաջորդ արժեքը սա առաքինությամբ գիտություն, սա գիտությունն է, գնոսիս բառն է, ճանաչողություն բառն է, սա ոչ թե այն գիտությունն է, որ մի հատ կասես Հռոմեացիս 10:10, դաժե ես սաղ Հռոմեացիս անգիր գիտեմ ու գնաց, դաժե ես անլռելի զանգակատունը գիտեմ, այդ գիտության մասին չի խոսքը, անգիր այդ լավ է, երբ որ մենք հիշում ենք, մեր Վարդանին գիտեք, չէ, սենց տեղը ասում ես, սաղ ասում է, այդ շատ լավ է, բայց դե խոսքը գնոսիս բառն է, որը էպիգնոսիս բառը հենց գնոսիս հիմքն է, գիտությունը, ստեղ խոսքը ճանաչողությունն է, Հիսուսին ճանաչելն է, ու արդյոք իմ համար ու քո համար արժեք է Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելը, հզորը թող իր հզորությամբ, հարուստը թող իր հարստությամբ, չհպարտանա, չպարծենա, այլ պարծեցողը թող պարծենա, որ ճանաչում է ու իմանում է, գիտենում, ճանաչում է ինձ։ Իսկ սրա համար ժամանակ է պետք։ Եթե իմ ու քո համար Հիսուսին ճանաչողությունը, Հիսուսի գիտությունը արժեք է, ապա ես իր այդ ժամանակ եմ անցկացնում։ Գիտեք, մենք բան ենք անում, ավելի հեշտ է մեզ հավաքվել ասել աղոթեք, մարդ ասում է, հա, բայց եթե իր համար արժեք չի Հիսուսին ճանաչել է, ինքը ասում է, հա, հետո մինչև տուն գնալը մի ուրիշն էլ ասում է, արի իրար հետ սերիալ նայենք, էլի ասում է, հա, ու գնում է սերիալ նայելու, գիտեք, չէ, բոլորին հասողներին, բայց ավելի հեշտ է ու ավելի օգտակար է այն ծառայությունը, երբ որ մարդը որոշում է Հիսուսի ճանաչողությունը իր համար արժեք սարքի։
Հեշտ է ասել, «Էս մի արա, էս մի արա, էս արա, էս արա, էսի մեղք է, այնի քեզ դժոխք է տանում, այնի քեզ չգիտեմ, ուր է տանում, չարբախ է տանում, բայց ավելի արդյունավետ է չարբախցիկ խետ են նայում, խի դժոխքը համեմատիր մեր թարլան չարբախ հետ, բայց տաքությունն եմ համեմատում, բանը տարածքը չէ, տաքությունն է, էլի ամառվա, բայց ավելի հեշտ է օգնել, ավելի օգտակար է, որ ցանկացած Աստծո զավակ սրբությունը իր համար արժեք սարքի։ Ամեն։ Երբ որ ես գիտեմ ես ով եմ, ես գիտեմ ես ինչ չեմ ուտում, ես գիտեմ որ այս թագավորական սեղանից ես չեմ ուզում օգտվեմ, ես ուրիշ թագավորական սեղան ունեմ, ու ընդեղից ստեղ հաստատ չեմ գա, որտեղ այս մյուս թագավորական սեղանը իմ համար աղբամանա, երբ որ ես նստած եմ իմ թագավորի հետ, թագավորի տղերքի հետ, ու միասին վայելում ենք այն գեղեցիկ կերակուրը, որը մեզ կշտացնում է, մենակ կաթ չի, մենակ գոլջուր չի, կերակուր, որը կշտացնում է, ստեղից վեր կենալու գնալ, աշխարհի թագավորի սեղանից օգտվել, դա հիմարություն է, երբ ասա, երբ որ ես գիտեմ, ես ով եմ, գիտեմ, որն է իմ արժեքը, ամեն, սենց քարոզների ժամանակ ամենները քիչ են, այ որ հավատքից քարոզ է, ամեն նախադասությունից հետո ամեն ծափ, այ այսպիսի քարոզները պիտի շատ ամեններ ունենան, ամեն, մաման պաձերշկայա է անում, մամայա, հաջորդը ժուժկալություն, զսպվածություն, մեր մոտ ամեն ինչ արագ, շուտ, դուք ասես դա արժեք, իհարկե, ու ես ինքս պիտի հաճեմ է դրա մեջ, ու մենք իրար հետ, երբ որ դու քո մարմնին ասում ես ինքը ինչ անի, ոչ թե քո մարմինն է քեզ ասում դու ինչ անես, ինչ ուտես ու երբ ուտես, հեսա որ գնանք տուն միլեն ասում է, այ դրանից պտի չքարոզեր, հաջորդը համբերություն, մեր մոտ ամեն ինչ արագ, հեսա անհամբերները սենց են, շուտ պրծի, համբերություն ածես է, ես ձևավորում եմ այդ արժեքը ձեր մեջ, որ դուք երկար լսեք, չէ, սակատակ էր, հեսա իմ ժամը ավարտվում է 6 րոպեից, հաջորդը, Աստծու, ասում է ավարտվել է, բայց մենք հավատում ենք Աստծո շնորհքին, հալելույա, Աստծո շնորհքը միշտ առատ է, ինքը չի վերջանում, ժամանակը չի վերջանում, բա դու գիտեք ինչ ենք շնորհք քարոզում, այսքան հալածանքի մեջ են գնում, հաջորդը աստվածապաշտություն, ես ուզում եմ մի քիչ կանգնեմ սրա վրա, Աստծուն պաշտել, Աստծուն ծառայել, գիտեք ինչ է լինում, ու ես ուզում եմ, որ եկեղեցի մենք իրար հետ հիմա մտածենք, ես ուզում եմ դու քո կյանքը մի հատ անցնես, գնաս հետ, նորից գաս առաջ, երբ որ հավատացյալը վերստին ծնվում է, այս առաջի սիրո մեջ աստվածապաշտությունը իր համար արժեք է, ծառայում է, հետո իրավիճակների մեջ այդ կրակը մարում է, ու սատանան գողանում է այդ արժեքը հավատացյալներից, ու աստվածապաշտությունը էլ արժեք չի, Աստծուն ծառայելը էլ արժեք չի, սկզբից կպած ծառայում է ամեն օր, այս անում, այն անում, քարոզում է, վկայում է, հետո օրը մեջ, հետո ինչ որ գործ, ինչ որ ուրիշ բան, ուրիշ արժեք է հայտնվում իր կյանքում, դու գիտես արժեքը ոնց են փոխում, արժեքով, տեսիլքը ոնց են գողանում, տեսիլքով, Թշնամի ոնց է քո տեսիլքը գողանում, ուրիշ տեսիլք է տալիս քեզ, կներեք մի քիչ կոպիտ է, բայց իմ բառերով ասեմ, ուրիշ տեսիլք է գցում քո առաջ,
Արժեքը փոխում են արժեքով։ Ուրիշ արժեք է հայտնվում, հետո մի քանի ուրիշ արժեքներ, հետո ուրիշ կենտրոնացում այդ արժեքների վրա։ Մեկ էլ նայում ես, էլ չի ծառայում, էլ չի ուզում կյանքը դնի արքայության համար։ Իր համար արդեն ուրիշ արժեքներ կան։ Հետո չի ուզում գա Աստծո տուն։ Մենք հեսա կհասնենք, որ եկեղեցին էլ է արժեք։ Էլ չի ուզում։ Բա մենք ազատ եկեղեցի չենք, թողեք ազատ անեմ այն ինչ որ ուզում եմ։ Իհարկե։ Ուղղակի թույլ տվեք ես խոսեմ արժեքներից։ Հաջորդ արժեքը սա եղբայրասիրությունն է։ Սա արդեն եկեղեցու կյանքի մասին է։ Եղբայրասիրություն միայն եկեղեցական կյանքի մասին է։ Հաջորդ արժեքը սերն է, սեր մարդկանց ու սեր Աստծո հանդեպ։ Բայց երբ որ Աստծո խոսքը խոսում է եղբայրասիրությունից, սա եկեղեցական կյանքն է, արդյոք եկեղեցին արժեք է քո համար։ Գիտեք ոնց է լինում, սկզբից թշնամին գողանում է հավատք արժեքը, խփելով են հիմքերին, որի վրա հենվում է հավատքը, խոսք, աղոթք, շփում սուրբերի հետ։ Հետո գողանում է առաքինություն արժեքը, հետո գողանում է եղբայրասիրություն արժեքը, եկեղեցական։ Մեկ տեսնում ես հերթով գնում է։ Ես թշնամու գործն եմ ուզում ասեմ, որ եթե քո կյանքում սկսել է, դու չթողես շարունակվի։ Ու վերջին արժեքը եկեղեցին, որ գողանում է, մեկ էլ տեսնում ես մարդը գնաց։ Ինչ անենք դուք ասես։ Եղբայրասիրությունը սա արժեք է, եկեղեցական կյանքը սա արժեք է, խմբակում լինելը, ունենալ մեկը, ով հոգ է տանում քո համար, ծառայում է, աղոթում է, սա արժեք է։ Ամեն։ Մեզ հեշտ է։ Կիրակի գանք եկեղեցի, ոչ մեկ մեզ չի ճանաչում ու գնանք։ Բայց ինչքան քաղցր է, երբ որ դու մի խմբակում ես, միտեղ ես, որտեղ 10-12 հոգի, նայեց, որ խմբակը 40 հոգի կա, չեն կարող կիսենք 30, չի ստացվում, բայց համենայն դեպս որտեղ որ լինես, գնաս, շփվես քո քույր եղբայրների հետ, դու սիրես, քեզ սիրեն, դու հոգ տանես, քեզ հոգ տանեն, դու ծառայես, քեզ ծառայեն։ Դրա համար եկեղեցական կյանքը ինքը ադինոշկի կյանք չի, սիրելիներս։ Ես ձեզ մի հատ գաղտնիք ասեմ։ Եթե դուք ունեք եղբայրասիրություն արժեքը, եթե դուք ունեք հավատք արժեքը, եթե դուք ունեք առաքինություն արժեքը, եթե դուք ունեք աստվածապաշտություն արժեքը, կյանքի իրավիճակները, կյանքի հանգամանքները, այս կյանքը սուրպրիզներով հանդերձ ամենտեղ քեզ կարան տանեն, բայց եթե այդ արժեքը դու ունես, այդ արժեքները քեզ վերադարձնելու են այնտեղ, որտեղ դու պիտի լինես։ Ամեն։ Հալելույա։ Ու վերջի արժեքը սա սերն է։ Աստծո հանդեպ անկեղծ սերը։ Պողոս առաքյալը Եփեսացիների թղթում վերջում ասում է. շնորհք բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծ սրտով սիրում են Աստծուն։ Գեղամ ջան, որ խնդրեմ կգաս։ Անկեղծ սրտով ու փառք Տիրոջը այն մարդկանց համար, ովքեր նաև սիրում են իրանց դիմացիններին։ Տերոջը ասում է մեծագույն պատվիրանը սա է, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով ու մյուսը սրապես է, չի ասում էսի հերիք է, ասում է մյուսը սրապես է, սիրիր դիմացինիդ քո անձի պես։ Ամեն։ Հիմա մենք միասին կաղոթենք մի փոքր ուշ ու կաղոթենք, ասենք, Տեր, միգուցե ինչ-որ արժեք, ինչ-որ մի ուրիշ արժեքով ճնշվել է։ Ես ուզում եմ իմ կյանքի կենտրոնում դնեմ քո արքայության արժեքը, քո արքայության արժեքները։ Միգուցե ինչ-որ մի կարևոր բան, ինչ-որ մի գանձ,
որը որ ես իրականում պիտի ունենայի ճնշվել է մի ուրիշ ոչ գանձով, որը որ իմ սիրտն ատարել այդ մյուս կողմ, մի ուրիշ բանով։ Շաբաթը մի օրը հանգստանալ արժեք է, թե չէ։ Արժեք է արքայության։ Այն ինչ որ պատվիրում ասա մեր համար է։ Մեկտեղ հավաքվել արժեք է, թե չէ, արժեք է։ Նա ով ինձ ու քեզ ստեղծել է, ինքը գիտի ինչն է մեր համար կարևոր ու օգտակար։ Հալելույա։ Ազնվությունը արժեք է, թե չէ մեր համար եկեղեցի, արժեք է։ Արդարությունը, ոչ թե դիրք արդարությունը, այլ արդար վարվել արժեք է։ Ու եկեք անգիղծ լինենք, երբեմն սայթակում ենք, ընկնում ենք, երբեմն մի արժեք փոխարինում ենք մյուս արժեքով։ Դրա համար եմ ես այսօր ստեղ։ Որ էդի չլիներ Աստված ու ինձ չէր ասի քարոզել։ Սա կոնք քարոզել։ Ավելի կարևոր բան ունի ասելու SMM-ից։ Հիշի, ես ծաղկում Ինչ ենք անում իրար հետ։ Նորից կենտրոնանում ենք, հաստատվում ենք արքայության արժեքների վրա։ Ես չեմ ուզում դու հիմա ընկնես դատապարտության մեջ, քեզ դատապարտես, վայ, տունս քանդվեց, սենց չէր, սենց պիտի լիներ, չէ։ Արքայության մեջ ամեն ինչ պարզ է։ Հիսուսի արյունը լուծում է ցանկացած անարժեք արժեքի, որը որ դու դրել ես արժեքի տեղ։ Ու Տերը այսօր ստեղ է, որպեսզի իր արյունով մաքրի քո միտքը, իմ միտքը, մաքրի իմ ու քո սիրտը։ Ու Տերը ստեղ է, որ իր գանձերը տա, իր արժեքները։ Ու միգուցե էլի բազում արժեքներ կա արքայության, որը որ ես չասեցի։ Բոլորը չի, որ ես ասեցի։ Դու ինքդ քո համար որոշի։ Ամեն։ Աստծո երկյուղը ինչ թանկ արժեք է, ինչ թանկ արժեք է, չանեմ մի բան, որ տրտմեցնի իմ սիրեցյալին, սա թանկ արժեք է, հալելույա, եկեք կանգնենք իրար հետ, սիրելի եկեղեցի, որտեղ քո գանձերն է, այդտեղ էլ քո սիրտը կլինի։ Ես ուզում եմ իմ համար գանձ լինի միայն արքայության արժեքը։ Ես ուզում եմ իմ սիրտը ճիշտ տեղում լինի։ Ամեն։ Ու միգուցե թշնամին, երբ որ քնած եմ եղել բաղված ուրիշ արժեքներով, եկել է ինչ-որ որոններ, ուրիշ արժեքներ դրել սրտում։ Ես այսօր ուզում եմ արքայության արժեքները։ Ամեն, հալելույա, հալելույա։ Տեր Հիսուս, դու քո տան մեջ շարժվում ես այնպես ինչպես քո սրտով ա Տեր։ Ես աղոթում եմ, որ այսօր քո հոգով մտնես Տեր, իմ քույրերի ու եղբայրների միտքը փոխելու Տեր։ Աղոթում ու խնդրում եմ, որ այսօր խոսես ամեն մեկին։ Հաստատվել քո արքայության արժեքների մեջ։ Տեր խնդրում եմ, որ այսօր այն որոշումները, որ ծնվելու են, որ քո հոգով դնելու ես ամեն մեկի սրտի մեջ, ունենալ միայն արքայության արժեքներ։ Թող այսօր ոչ ոք չգնա ստեղից առանց քո արժեքները թանկարժեք համարելու Տեր։ Ու ամեն արժեք, որը որ աշխարհից այսօր, թող մնա ստեղ ու քո արյամբ հալվի, ոչնչանա Հիսուսի անունով։
Մենք հրաժարվում ենք ամեն աշխարհի արժեքներից, նույնիսկ եթե դրանք գեղեցիկ են երևում, ու մենք ասում ենք, որ արքայության արժեքներն են մեր համար թանկարժեք։ Հավատք, առաքինություն, քեզ ճանաչել, քո այդ ժամանակ անցկացնել, զսպվածություն, սրբություն, համբերություն, որպեսզի ընդունենք այն ինչի համար, որ աղոթում ենք, ծառայություն, աստվածապաշտություն, քո համար վազել ու եթե պետք է քո համար մեր կյանքը դնել, եկեղեցական կյանք, եղբայրասիրություն, իրար հետ ժամանակ անցկացնել ու իրար քույր ու եղբայր տեսնել ու սեր դեպի քեզ մեր Տեր ու դեպի մարդկանց, սա է մեր արժեքը, քո երկյուղն է մեր արժեքը, մեր ախորժանքը։ Ես խնդրում եմ, որ քո Սուրբ Հոգով դնես քո արքայության արժեքները մեր ամեն մեկի մեջ։ Հալելույա։ Հալելույա։ Վերցրեք ժամանակ, կպեք Տիրոջը, խոսեք Տիրոջ հետ, փառաբանեք, երկրպագեք Տիրոջը։ Հիմա ձեր ու Հիսուսի ժամանակն է, սիրելիներս։ Ու վերջում մենք իրար հետ էլի աղոթք կունենանք։ Հանեցից որ խորտակվում է առանց քեզ քո զորավոր ներկայության դու ամրացրի հավատքը մեղքի ջրից դու հանեցից որ խորտակվում է առանց քեզ քո զորավոր ներկայության մեջ դու ամրացրի հավատքը քո անունը կանչելով Շնայեն հանգիստ գտայես կողերքում հոմեն ես իմ ես Շնորհդ խորն է անսահման է խնդրում եմ ինձ առաջնորդի թե վախենա և սայթաքեն ես ինձ բարձրացրու և հաստատի և քո անունը կանչելով ու փոթորի
Հավատքը մեղքի ջրից դու հանեցիր ինձ Մեղքի ջրից հանեցիր Սորավոր ներկայության մեջ Դու ամրացրիր Միասին ասենք Եվ քո անունը կանչելով Եվ քո անունը կանչելով Դու պատորքի խնդիրների Չնայելով Անգիս կտայես քո դրդում Քայլի ջրերի վրայով Սուրբ Հոգի առաջնորդի Սուրբ Հոգի առաջնորդի ինձ քո սրահներ որ չկա ախի պատեր որ հոգին սավառնում է Ներկայության է զորանում է Չարերի նայով քայլում է Որ հոգին առաջնորդում է Սուրբ Հոգի առաջնորդին ինձ քո սրահներ Երկիր բարձր Զորանում եմ Ջրերի նայով քայլում եմ Որ ինձ առաջնորդում է Սուրբ Հոգի առաջնորդից քո սրահները Ու չկա վախի պատեր Որ հոգին ծավալում է Որ իմ պրջի ներկայության մեջ զորանում Քայլում է, որ ինձ առաջնորդում է Շատ խիտ
Հալելույա Տեր։ Տեր մենք քո արժեքներն ենք ուզում Տեր։ Ոչ մի միլիմետր ներքև Տեր։ Մենք քո ստանդարտն ենք ուզում քո բնույթին համապատասխան Տեր։ Ես չեմ համաձայնվում էլ Բեթելում ավելի ցածր ստանդարտի հետ Տեր, քան նոր արարածն է, իր վարքով, զորությամբ, սրբությամբ ու պատասխանատվությամբ Տեր։ Այն ինչ որ ցույց տվեցիր, որը որ անում ես Տեր։ Այն ինչ որ ցույց տվեցիր, որը որ անում ես Տեր, դա գեղեցիկ է, դա գեղեցիկ է։ Գիտեք ինչ էր Տերը անում։ Ինքը մոտենում էր ամեն մեկին, մեր ձեռքերում սենց խառը, կլոր, առանց պեչատի, առանց ոչ մի բանի, սենց մի քիչ ուռուցիկ մետաղադրամներ կային, ոսկի ու արծաթ, խառը։ Տերը մոտենում էր մեզ, ամեն մեկիս, վերցնում էր արծաթները ու դրա փոխարեն տալիս էր ոսկին։ Ես չեմ ուզում մենք համաձայնվենք միջինին, միջին վարքի, միջին սրբության, միջին իշխանության, Տերը քո համար ունի լավագույնը, դրա համար պիտի հրաժարվես միջագությունից, որպեսզի Տերը քեզ տա ոսկին, զտված ոսկին, դա կլինի վարք, խոսք, զորություն, սրբություն, պատասխանատվություն, ծառայություն, բայց պիտի թողես արծաթը, որպեսզի տա ոսկին։ Ու երկրորդ բանը, որ զգացողություն ունեի, ճիշտն ասած, մի քանի օր առաջ այդ զգացողությունը ունեցա, Տերը ասեց հիմա խոսիր։ Ես չգիտեմ ինչպես է Տերը կապել մեկը մեկի հետ, բայց ես ուզում եմ խոսեմ։ Մի քանի օր առաջ մի եկեղեցու մի եղբոր այդ հանդիպեցի, չկարողացավ աչքերիս մեջ նայեր, մի անցավ, Տերը ասեց առաջի անգամ, բայց լավ եղբայր է, հետո գրկել եմ իրան։ Ասեց, երբ որ ինչ-որ մեկից բամբասում ես, չես կարողանում սիրես ու շփվես։ Դա անհնար է։ Դրա համար խուսափում ես։ Հիմա ինչ ենք անում։ Ուղղակի սիրելիս քո ներսում, ես ուզում եմ մաքուր արծաթը չէ, ոսկին, լավը չէ, լավագույնը, քո համար կա լավագույնը, սրբագույնը, մի համաձայնվի փոքրին, ուղղակի գնա քո սիրտ, եթե կա փոխանաբերության խախտում, ուղղակի ասա Տեր ներ ինձ, ես ուզում եմ վերականգնվի, ցանկացած փոխհարաբերություն էլ Բեթելում Տիրոջ ձեռքերի մեջ ենք տալիս, վերականգնում Հիսուսի անունով, չթողես թշնամին որոմ ցանի ինչ որ մեկի համար։ Երրորդը, այն ինչ որ ասում եմ, հիմա ժամանակ ենք վերցնելու աղոթենք, վերջում ուշադիր եղեք, ծառայությունը չի վերջացել, վերջում ծառայությունը չի վերջացել, Տիրոջ գործը նոր է սկսել։ Երրորդը, նրանք ովքեր ծառայել են կամ ծառայում են մեծ եղբոր պես, որպեսզի վարձք ստանան, սա նույնպես արծաթ է, Տերը ձեր համար ունի ոսկին, ոչ թե անես շահի համար, վարձքի համար, այն ինչ որ անում ես, որովհետև մեջտեղը բան կա, այլ Տերը ունի ոսկին քո համար, անես որովհետև քոնն է, որդի ես, մենք Տիրոջ գործը անում ենք, որովհետև դա մեր գործն է, սա իմ անելունն է, ես քարոզում եմ ավետարանը, որտև իմ հոր գործը իմ գործն է, Տերը փոխում է արծաթը ոսկիով, ամեն, եկեք վերցնենք ժամանակ, աղոթենք ու ընդունենք այն, ինչ որ Տերը անում է, դու պիտի ընդունես սա, որ գա քո կյանքում, այն ինչ որ ես խոսեցի, հռչակեցի մարգարեական, դու ընդունի, ասա Տեր, ես ուզում եմ, փոխիր իմ արծաթը ոսկու, փոխիր իմ միջինը, տուր ինձ լավագույնը,
լավագույն դրդապատճառներ, լավագույնը, հալելույա Տեր, հալելույա, հալելույա, հալելույա Տեր, հալելույա, Hola prene me sendere me shikarabasala la matindele besi. Lo prima sacre bege le rende le rebe solo coro mortondo lo robosia. Hi la crebe scendere metila la masandara. Hallelujah, hallelujah. Hallelujah, hallelujah. Hallelujah, hallelujah. Տեր դու մի գործ ես անում հիմա քո տան մեջ, որը որ աչք չի տեսել, ականջ չի լսել, որը որ զարմանալի է լինելու մեր մտքին ու աչքերին Տեր։ Դու վերցնում ես մեզանից այն ինչի հետ մենք հարմարվել ենք, բայց դա միջակն է։ Դու հիմա փոխում ես միջակությունը, դու վերցնում ես արծաթը ու տալիս ես քո տանը ոսկին, լավագույնը։ Դու նախանձավոր ես մեր համար Տեր, ու մենք քո հետ մեկտեղ չենք համաձայնվում ոչ մի միջակ արժեքների, այլ միայն արքայության արժեքներն ենք, որ ընդունում ենք մեր համար Տեր։ Lo prima sandarabashile rebesi karabatoya, hila krobo shondorobosinda la matia. Տեր ես աղոթում եմ, որ ամեն մեկի մոտ, ամեն մեկի ներսում սա կատարվի Տեր, ամեն դրդապատճառներ Տեր, ամեն բան, ամեն արժեքներ Տեր, դու բերես քո արքայության համակարգի մեջ Տեր,